Դոկ կուսակցության լրատվականը գրում է. հարգելի ժողովուրդ, վերջին շրջանում տեսնում ենք անհանգստացնող միտում, որոշ մարդիկ, որոնք իրավական տարրական գիտելիք անգամ չունեն, հանդգնում են քննադատել մեր փաստաբանների աշխատանքը, կասկածի տակ դնել նրանց նվիրվածությունը եւ փորձել կեղծ կարծիք ձևավորել, թե իբր մեր փաստաբանները վաճառված են, սակայն եկեք անկեղծ լինենք, եթե նրանց հարցնենք իրավաբանության մեջ ինչ փորձ ունեք դուք, նրանք պարզապես կլռեն, որովհետեւ չունեն ոչ փորձ, ոչ էլ գիտելիք այդպիսի գնահատականներ հնչեցնելու իրավունք։ Սկսեցին անվստահություն սերմանել մեր փաստաբան Լևոն Բաղդասարյանի հասցեին, այն փաստաբանի, ով տարիներ շարունակ պայքարել է արդարության համար Հայաստանի ներսում եւ դրսում, ապա թիրախավորեցին նաեւ ԱՄՆ-ում մեզ աջակցող իրավաբաններին։ Սա պատահական չէ, սա կազմակերպված գործողություն է մեր թշնամիների կողմից, որոնք հասկանում են, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով եւ փորձում են խանգարել այդ ճանապարհին, ներարկելով կասկած, վախ ու խառնաշփոթ հասարակության մեջ։ Շատերը ցավոք տեսնելով այս սադրանքները եւ գտնվելով հույզերի ազդեցության տակ չմտածված արձագանքում են արտահայտելով սխալ կարծիքներ, բայց մենք խնդրում ենք ձեզ, մի շտապեք դատել, մանիպուլյացիաներին տրվելու փոխարեն լսեք միայն Վարդան Ղուկասյանի ուղիղ խոսքը եւ կուսակցության պաշտոնական հայտարարությունները, մի կողմ թողեք սուտ վերլուծությունները, անհիմն վարկածները եւ կեղծ տեղեկությունները։ Իսկ հիմա ձեր հիմնական հարցի մասին։ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է 2025 թվականի փետրվարի 20-ին, այսօր արդեն մոտ 2 ամիս 6 օր է, ինչ նա գտնվում է կալանքի տակ եւ հիմա հարց. ձեր կարծիքով 2 ամսվա ընթացքում հնարավոր է հավաքել 5 տարվա ապացույցներ, տեսագրությունների, ձայնագրությունների, դատական փաստաթղթերի տեսքով, դրանք մանրակրկիտ ուսումնասիրել, թարգմանել ամերիկյան չափանիշներով եւ ամբողջական փաստարկներով ներկայացնել դատարաններին։ Մի քիչ մտածեք, դա ինչ ահռելի, ծավալի, ինչպիսի ճշգրիտ եւ պատասխանատու աշխատանք է պահանջում։ Մի մոռացեք նաեւ, որ այդ բոլոր նյութերին ծանոթանում են նաեւ դատարանները, ինչը եւս ժամանակ եւ բարձր իրավական մշակույթ է պահանջում։ Այս բոլորը կազմակերպելը պահանջում է հսկայական թիմային աշխատանք, բանիմաց մասնագետներ, անքուն գիշերներ ու տարիների փորձ։ Մենք դա անում ենք ամենայն պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ, ի տարբերություն այն ճակերտավոր վերլուծաբանների, որոնք միմիայն դատում են իրենց սոցցանցային գրառումներով եւ մատների վրա հաշված գիտելիքներով։ Բայց գիտեք ինչն է ամենակարևորը։ Մեր թշնամիները չգիտեն եւ չեն էլ իմանա, թե ինչ անակնկալներ ենք պատրաստել նրանց համար։ Այո, նրանք մտածում են, թե գիտեն մեր քայլերը, բայց իրականում մենք շատ ավելի խորը, խելացի եւ հեռատես պլաններ ունենք։ Այդ անակնկալները նախատեսված են հենց իրենց համար, այնպես որ ժամանակը գա եւ իրենք կանգնեն իրենց իսկ գործած անօրինականությունների, ստի ու սադրանքների դեմ, մերկ ու անզեն։ Մենք աշխատում ենք լուռ, հետեւողական եւ վճռական, առանց ավելորդ աղմուկի, առանց էմոցիոնալ պայթյունների, բայց երբ կա պահը, մեր պատասխանն այնքան հստակ, այնքան հիմնավոր եւ այնքան հարվածային կլինի, որ այլևս ոչ մի մանիպուլյացիա, ոչ մի կեղծ լուր, ոչ մի սադրանք նրանց չի բրկի։ Հարգելի ժողովուրդ, մեր պայքարը արդարության, ճշմարտության եւ հայրենիքի համար է, իսկ ճշմարտության հաղթանակը ժամանակի հարց է։ Այդ ճշմարտության ճանապարհին մենք չենք վախենում ոչ զրպարտություններից, ոչ էլ սադրանքներից, որովհետեւ մենք գիտենք ով ենք եւ որ ճանապարհով ենք գնում։ Մի տրվեք սուտ խոսքերին, լսեք միայն Վարդան Ղուկասյանին եւ հետեւեք կուսակցության պաշտոնական հայտարարություններին, վստահեք փաստերին, ոչ թե ստին։ Մեր քայլերը դեռ շատերին են զարմացնելու։